Սա կերակրի աղեր, իսկ սա ծովի աղեր։ Ծովի և կերակրի աղերը միմյանցից տարբերվում են իրենց միներալ հատկություններով և այդ իսկ պատճառով հենց ծովի աղով է պատրաստվում Nush բրենդի գլխամաշկի սքրաբը։ Ծովի աղը ընտրելիս ես ուշադրություն եմ դարձրել, որ այն չլինի մանր, որպեսզի պատրաստելուց այն չձուլվի և միասեռ զանգված չդառնա, ինչպես նաև չլինի շատ խոշոր, որպեսզի գլխամաշկին վնասվածքներ չառաջացնի։ Եթե անգամ դուք Google-ում գրեք, կտեսնեք, որ ծովի աղը և կերակրի աղը միմյանցից շատ են տարբերվում։ Nush բրենդի գլխամաշկի սքրաբերն օգտագործելիս ամեն անգամ պարտադիր պետք է խառնել, հետո նոր օգտագործել։ Սքրաբը օգտագործելու եք լոգանքի կամ մազերը լվանալու ժամանակ։ Առաջին անգամ հարկավոր է ձեր սիրելի շամպունյով կամ օճառով փրփրել գլխամաշկը, այնուհետև պարզեցրելուց հետո հարկավոր է արդեն իսկ գլխամաշկի սքրաբով մերսել կլորավուն շարժումներով մազերմատները։ Մազերի յուղոտվածություն, մազաթափություն, նոսր մազեր, փակված մազարմատներ։ Գլխավոր խնդիրներից մեկը մազերի թեփոտվածություն, ինչպես նաև այն ձեզ կօգնի շատ արագ երկարացնել ձեր մազերը։ Իսկ եթե անգամ նշված խնդիրներից որևիցե մեկը չունեք, ապա գլխամաշկի սքրաբը ձեզ կօգնի, որպեսզի ձեր մազերը լինեն ել ավելի առողջ եւ փայլուն, քանի որ դրանով մերսում կատարելու ժամանակ գլխամաշկում արյան շրջանառությունը ել ավելի է լավանում եւ անգամ դուք կզգաք տարբերություն ձեր մաշկի տոնի գույնի հետ կապված։ Կրկնում եմ, արյան շրջանառության լավացման հետևանքով։ Մեր բոլոր պրոդուկտները կարող եք ձեռք բերել Wildberries-ում, ինչպես նաև նշված էջերում։ Նշված էջերից կարող եք ձեռք բերել ել ավելի մատչելի, քան Wildberries-ումը։ Անպայման մի մոռացեք միանալ իմ էջերին, որպեսզի տեսնեք, թե ծովի աղով պատրաստված էլ ինչ նորույթներ ունեմ ձեզ համար։